Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ անգլերեն լեզվի ուսուցչուհին որևէ մեկի վրա բարկանում է, նա երբեք նրան չի ասում «Այդ ճիշով կա», նա նրան ասում է «Այդ դիսքաունտ արած»։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է, ինչպես միշտ, նաև այսօր շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու եւ շատ մի կարեւոր համերգի մասին ենք խոսելու, բայց դրա մասին եկեք քիչ ուշ, հիմա ինչ եք անում դուք դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պահին սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում դուք ունեք վնասակար սովորությունը եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը այն կազմակերպությունն է, որը կօգնի ձեզ այդ հարցում։ Մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց վերադարձրել են բարի բուն իմաստով կյանքի, այնպես որ եթե կա խնդիր, 911 Detox Center-ի հետ խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարն է 409 900 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ հրաշալի լավ ժամանակ կարող եք անցկացնել, եթե ունեք հանգստյան օրեր եւ պարզապես ուզում եք հրաշալի լավ առողջարար ամենակարևորը հանգստյան օրեր անցկացնել, ամրագրեք այստեղ ձեր տեղը եւ տեղերը, համարները եւ գնացեք վայելեք եւ այստեղ ամենակարևորը ուզում եմ նշել կա տաք հանքային ջրով լողավազաններ, ինչպես միշտ ես նշում եմ եւս մեկ անգամ նշում են մեր հայկական որ տաք ջուր, այստեղ կա այդ տաք ջուրը, դա համար պետք չէ հասնել հիմա հայրենիք Հայաստան եւ օգտվել տաք ջրից, եթե այստեղ այդ ամենը կա։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն փոքրիկ տեսանյութ կդիտենք եւ ամեն ինչ պարզ կլինի թե ով է այսօրվա մեր հյուրը եւ ինչի մասին կզրուցենք, խնդրեմ։ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ հռչակավոր Բերդ Պարային անսամբլը իր գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանի ծննդյան 60-ամյակը նշելու է նաեւ Լոս Անջելեսում։ Նոյեմբերի 9-ին ժամը 5-ին Հանգրաճանաչ Օրբիում համերգասրահում առաջին անգամ հանդիսատեսին կներկայացվեն հայոց գեղանի թագուհիների նազանքը, վասպուրականի իշխանական պարերն ու անկրկնելի նոր բեմադրություններ։ Հայկական պարերի հրավառություն հայ պարիվարպետ Կարեն Գևորգյանի հետ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, Բերդ Պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը։ Պարոն Գևորգյան, բարի երեկո։ Բարև ձեզ։ Կրկին շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Մենք շատ լավ հիշում եմ 2 տարի առաջ հենց նոյեմբերն էր հանդիպեցինք մի հրաշալի միջոցառիթով համերգ էր տեղի ունենալու եւ այսօր նույնպես ես մեծ ողջավորությամբ, մեծ հպարտությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք կրկին հրկալվեցիք մեր տաղավարում եւ մենք այսօր խոսելու ենք այս համերգի մասին, որը սպասվում է ընդամենը մի քանի օրից, եթե չեմ սխալվում,
Կարեն Գևորգյանի 60-ամյակի եւ ստեղծագործական 40-ամյակի վերաբերյալ եւ իհարկե թույլ տվեք արդից օգտվելով բնականաբար շնորհավորել ձեր ծննդյան տարեդարձը։ Պարոն Գևորգյան ջան, դե խնդրեմ մի քիչ պատմեք, այսինքն ավելի մանրամասն համերգի մասին։ 2 տարի առաջ ես էլի հրավիրված էի ձեր հեղինակավոր Շամին, որի համար շնորհակալություն եմ հայտնում կրկին ինձ հրավիրելու ձեր հրաշալի հաղորդմանը։ Ես մի անգամից առաջ անցնելով ասեմ, որ ընդամենը շաբաթներ առաջ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում մեծ շուկով նշվեց իմ ծննդյան 60 եւ ստեղծագործական 40 հոբելյանական հոբելյանը եւ այս առիթով լույս տեսավ նաեւ բալետմայստերը գիրքը, որը մի ամբողջական ձևով պատմում է իմ ամբողջական կենսագրության մասին, Գարեգին Գևորգյանի հեղինակությամբ, Կարո Վարդանյանի խմբագրությամբ եւ սեղանին դրվեց ամբողջական կենսագրությունը եւ կարծում եմ, որ դա նախ լավագույն նվերն էր ինձ ամբողջական ստեղծագործական ողջ կենսագրությունը ներկայացնելու առումով, բայց կարծում եմ, որ ինձ համար ավելի կարևոր էր հոբելյանական համերգի երեկոները, որը որ ինչպես նշեցի արդեն տեղի ունեցավ Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում եւ նշանավորվեց իմ նոր բեմադրություններով, որովհետև ես արդեն տարիներ շարունակ պատրաստվում էի այդ հոբելյանական համերգին եւ այդ նույն ծրագիրն ենք բերել Լոս Անջելես, որովհետև մի քիչ արագ եղավ ոնց որ մեր համերգը 2 տարի առաջ Բերտ Պարային անսամբլի 60-ամյակներ, 2 տարի հետո իմ 60-ամյակներ, կարծեք համընկավ, շուտ եղավ, բայց մենք հրավիրված ենք Հայաստան մշակույթի կենտրոնի կողմից եւ նախորդ անգամ էլ էինք հրավիրված Հայաստան մշակույթի կենտրոնի կողմից, այս անգամ եւս հրավիրված ենք, որովհետեւ հենց նրանց հիմնադիրները եղել են Բերտ Պարային անսամբլի հրաշալի մենապարողները եւ կարծեք թե հենց այդ խաշմերուկներում է որ հանդիպում ես նախկին եւ ներկա պարողներին եւ փորձում ես այդ խաշմերուկները կրկին անգամ վերաիմաստավորել եւ այս անգամ հանդիսատեսը առիթ է ունենալու տեսնելու մեր իմ նոր բեմադրությունը, որը կոչվում է Արարում, վերջապես ես այդ բեմադրությամբ բացահայտել եմ հայկական ժողովրդական պարի շարժման ծնունդը, որտեղից է սկիզբ առել մեր հնագույն պարի շարժողական համակարգը եւ մենք ինչպես ենք կարողացել ձևավորել մեր պարային մտածողությունը եւ ազգային շարժումների ամբողջ պատկերները եւ ես կարծում եմ որ այդ իմ ուսումնասիրությունները երկար տարիների հենց շարժողական համակարգին են վերաբերվել այն հնագույն շերտին ամենահնագույն շերտին որը որ բացահայտում է մեր ժողովրդական պարի ամբողջական շարժողական համակարգը եւ այդտեղա որ եւ երաժշտությունը եւ պարը գալիս են ամբողջացնելու եւ կրկին ու կրկին ոչ թե ապացուցելու այլ ներկայացնելու որ աշխարհի ամենահնագույն պարերից մեկը դա հայկական պարն է որը ձևավորվել է մեր թվարկությունից նախաքրիստոս 3000 տարվա պատմություն ունի եւ հիմա կասեք բա որտեղից է այդ շարժումները որտեղից է գտել եւ որտեղից ինչ ուսումնասիրություններ են արվել եւ ոնց է գտել որ հենց այդ շարժման սկիզբը հենց դուք ցույց եք տալի մեր շարժման սկիզբը Շատ լավ պարոն Գևորգյան ես ներողություն եմ խնդրում ընդամենը մի քանի վայրկյանից դուք իհարկե կշարունակեք եւ այդ ամենը կասեք պարզապես ես ուզում եմ տեղեկացնել մեր հեռուստադիտողներին որ համերգը տեղի ունենալու նոյեմբերի 9-ին ժամը 5-ին Օրփյում թատրոնում դա դաունթաունում է գտնվում իսկ տոմսերը կարող եք ձեռք բերել High Ticket
high ticket-ից հեռախոսահամարներն են, հա այստեղ գրված են հեռախոսահամարները 818 472 3000 եւ 818 726 4070, ահա այստեղ տեսեք նոյեմբերի 9-ին ժամը 5-ին շատ արագ ընդամենը մի քանի օր է առաջ մի քանի օր է մնացել եւ համարյա տեղ չի մնացել, արագացեք, հետո չասեք չենք ասել։ Պարոն Գևորգյան ջան, այ հիմա խնդրեմ, եւ այսպես որտեղից եք տեղում կարելի ասել գտնում այդ հիմքերը, շարժումները։ Գիտեք, ամեն ցանկացած կսկտուր տեղեկությունների վրա մենք իսկապես կարող ենք ասել, որ բոլոր ազգերն էլ ունեցել են ծեսեր եւ ծիսակարգեր, որ նրանք նույնպես գովերքել են իրենց աստվածներին շարժումով եւ չարուժերին փորձել են հեռացնել իրենց բնակության վայրից, բնականաբար այդտեղ խոշոր նշանակություն է ունենում շարժումը բառը։ Բայց երբ ես ուսումնասիրում եմ ամբողջական մեր հնագույն շերտը եւ հայկական ժողովրդական պարերի ամբողջական գանձարանը, հավատացած եղեք, որ աշխարհում չկա որևէ մի ժողովուրդ, որ հայերի նման այդքան շուրջ պարեր ունենան։ Ոչ հույները ունեն, ոչ կովկասյան մի ժողովուրդները ունեն, ռուսները այդքան մեծ ազգ լինելով ընդամենը մի շուրջ պար ունեն, խոռովոտ, որ սենց Եվ այդպես կարող եմ բազմաթիվ աշխարհի տարբեր երկրների պարերի մասին խոսել եւ ասել, որ իսկապես մեր հնագույն էթնոգրաֆիկ պարը տարբերվում է, մենք ոչ մեկի նման չենք պարում։ Օրինակ, ինչպես լեզվի մեջ է հնդեվրոպական լեզվախմբում, տեսեք, օրինակ տարբեր լեզուներ կան, որոնք մտնում են այդ լեզվախմբի մեջ։ Մեր հայկական պարը չի մտնում որևէ պարային խմբի մեջ։ Ինքը ունի առանձին իր խումբ, օրինակ սլավոնական ազգերը ունեն իրենց պարային ոնց որ նկարագիրը, աֆրիկյան երկրները իրենցը, ասիական երկրները իրենցը, կովկասյանը իրենցը։ Մեր պարը, հայկական ժողովրդական պարը, հնագույն պարի մասին եմ խոսում, ես չեմ խոսում այսօրվա այն պարային ներկայացումների մասին, որ մենք հաճախ տեսնում ենք եւ հարցականի տակ ենք դնում դրանք արդյոք հայկական պարեն կամ հայկական երաժշտություն։ Բայց անդրադառնալով մեր պարային բեմադրությանը, որը որ առաջին անգամ օպերային թատրոնում մենք ցուցադրեցինք, նույն ծրագիրը մենք ներկայացնելու ենք այստեղ մեր Լոս Անջելեսյան հանդիսատեսին, սպասված հանդիսատեսին, որովհետև կարծեք Հայաստանից հետո ամենամեծ գաղթօջախը, որով որ դու կարողանում ես նաև պատկերացում կազմել քո ամբողջական ծրագրի հաջողությունների մասին, կարծեք թե այն հայաշատ վայրն է, որտեղ որ իսկապես ամեն մի ստեղծագործող կուզենա նաև իր բեմադրությունները ցուցադրել։ Եվ արարումը հենց նրա մասին է, որտեղից սկիզբ առավ մեր շարժումը պարը, ինչպիսի զարգացում ունեցավ եւ հենց այն ամբողջական շարժողական համակարգն է պատկերում, որը սկիզբ է առել հայ ժողովրդի հետ միասին, դրանից էլ շուտ։ Եվ առաջին անգամ հայ պարի պատմության մեջ ես անդրադարձել եմ հայոց թագուհիներին։ Հետաքրքիր է։ Որովհետև շատ անգամ մենք, օրինակ ես կարդացել եմ բոլոր մեր հայոց թագուհիների կենսագրությունը, նրանք 150-ը, որից գալիս է ավելի 105-ը, հետո ես նրանցից առանձնացրեցի 50-ը, հետո 10-ը, հետո ես ընտրեցի նրանցից 3-ին, եւ գաղտնիք չէ ում եք ընտրել այդ 3-ը։ Գիտեք, ընտրեցի Կատրանիդեին, որը որ մեր հոգևոր մշակույթի հովանավորն էր, դուք շատ լավ գիտեք, որ Կատրանիդեն նաև ինքը անի տաճարի հովանավորներ, կառուցողներ, եւ Կատրանիդեն կարծեք թե մեր հոգևոր ժառանգության խորհրդանիշն էր։ Եվ երկրորդը ես օրինակ ոչ թե օրինակ, այլ կոնկրետ ընտրեցի Փառանձեմին, որովհետև Փառանձեմը մեր ուժի խորհրդանիշն էր հայոց թագուհիների, ես կարճ եմ ուղղակի ասում, որովհետև դրանք արշակունիների ամբողջական տենց գալիս է ժամանակագրությամբ, եւ երրորդը ես ընտրեցի Զաբել թագուհուն, որպես սիրո, հայրենասիրության, ընտանիքապաշտության, զավակասիրության որպես խորհրդանիշ, եւ այսինքն
այս 3 թագուհիները որպես հոգևոր մշակույթի խիզախության, սիրո եւ հայրենասիրության խորհրդանիշ կարծեք ամրագրված էր այս 3 թագուհիների մեջ։ Հետո ինձ համար շատ դժվար էր թե նրանք ինչպես պիտի շարժվեն բարեն, որպեսզի մեր հանդիսատեսը իսկույն պատկերացում կազմի մեր հայոց թագուհիների շարժողական համակարգը։ Եվ ես սկսեցի ուսումնասիրել պատմիչների տված տեղեկությունները, ամբողջական ձևով նրանց հոգեկերտվածքը, ինչպես էին նկարագրում մեր հայոց թագուհիներին, ինչպես էին նրանք իրենց ձեռքը բարձեցնում կամ պտտվում կամ խոնարհվում։ Եվ ես ստեղծեցի այդ շարժողական ամբողջական նկարագիրը, հետո ինձ համար շատ դժվար էր բա երաժշտությունը։ Ինչպիսի երաժշտություն պիտի լինի, որը ամբողջացնի այս 3 թագուհիների կերպարը, որից հետո անդրադարձա զգեստներին, բա ինչպիսի զգեստներ պետք է լիներ, որպեսզի երբ մենք բեմ ենք դուրս գալի, հանդիսատեսը տեսնի, որ իսկապես դրա կատրանի դենա, իսկապես դա փառանձեմն է, իսկապես դա զաբելն է։ Եվ այստեղ մենք սկսեցինք համագործակցել Հայաստանում Հարմոնի նորաձևության սրահի հետ, որը համարվում է ամենաառաջնային նորաձևության սրահներից մեկը, եւ Միքայելի հետ եւ տնօրենի հետ սկսեցինք կամաց նախագծել, որպեսզի իրականություն դառնա ամբողջական մեր թագուհիների կերպարները։ Եվ անկեղծ ասեմ, որ արժանապատվորեն ստացվեց, այո, ստացվեց։ Եվ հանդիսատեսը այս անգամ առիթ է ունենալու տեսնելու մեր հայոց 3 թագուհիներին, որի զգեստները մեզ համար շատ դժվար էր բերելը, բայց մենք տեղափոխել ենք զգեստները։ Եվ երրորդ նոր բեմադրությունը, որ կտեսնի մեր վասպուրականի իշխանական պարերն են, եւ ես այս բեմադրությունների մասին որ խոսում եմ, սրանք ոչ թե ես դա արել եմ ընդամենը ամիսների ընթացքում, ես դա արել եմ վերջին 2 տարիների ընթացքում, եւ անընդհատ եւ առաջանցնելով ասեմ, որ շատ շուտով լույս կտեսնի իմ վասպուրական շրջանի 101 պար գիրքը, որտեղ ամբողջական իմ հավաքագրած եւ վերցանած պարերն են լինելու, եւ այդ 101 պարից էլ չասեմ իրաց տարբերակները, օրինակ եթե ես այնտեղ վասպուրականի թամզարա եմ տալիս կամ մեկ այլ պար զարզնգա, դրանք ունեն տարբերակներ։ Ես ուղղակի 101 պար պարզ պարերն եմ ասում։ Եվ այդ պարերից ես ընտրեցի 10 մարգարիտները, որոնք որ ամբողջական ձևով պատկերավոր ձևով ներկայացնում է վասպուրական շրջանի ամբողջական պարի նկարագիրը։ Դե էլ տարազների մասին չեմ խոսում, որովհետև ես դրանք Արևմտյան Հայաստանից բերեցի, որովհետև հենց համագործակցեցի վասպուրականցիների հետ, ամբողջ կերպասը, արտուզարդը, ամբողջը հենց վասպուրական աշխարհից մենք բերեցինք եւ այսօր նաեւ եթե այդ տարազից մի հատ պատմության թանգարանում է դրված, մենք հիմա դրանից 20-25 ենք արել, որպեսզի ամբողջական Բրավո, պարոն Գևորգյան, իրոք այսպես լսում եմ կլանված եւ մեր հեռուստադիտողները նույնպես այսպես իհարկե կլանված լսում են եւ պարզապես ուղղակի անհամբեր սպասում ենք այս համերգին, որը կարծում եմ մի ամբողջությամբ մի նոր հետաքրքիր համերգ, եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել սիրելի մեր հեռուստադիտողներին, նոյեմբերի 9-ին ժամը 5-ին Օրփյում թատրոնում եւ անպայման զանգարեք, եթե կա տոմսեր ձեռք բերեք, հեռախոսահամար զանգարում եք High Ticket-ը տոմսերն է վաճառում, հեռախոսահամարներ 818 472 0000 եւ 818 726 4070, կարծում եմ անպայման պետք է լինել ականատես այս հրաշալի համերգի, որը նվիրված է պարոն Գևորգյանի 60-ամյակի եւ ստեղծագործական 40-ամյակին եւ ամբողջովին նորովի համերգ է։ Ես եթե չեմ սխալվում, ես ճիշտ ասած միջև հաղորդումը մենք զրուցում ենք եւ հրաշալի մի թատրոն է, հա, Օրփյում թատրոնը որտեղ լինելու 1900 տեղ փաստորեն, չէ, լինելու է։ Օրփյում թատրոնը ըստ իս դա համարվում է Լոս Անջելեսում ամենաշքեղ սրահներից մեկը, եթե ոչ ամենաշքեղը։ Հաջորդ տարի թատրոնը կնշի իր հիմնադրման 100-ամյակը եւ ես կարծում եմ, որ մեր հայերը
արժանապատիվ ձևով պետք է լինեն այդ դահլիճում, որովհետև Բերդը չի կարող այլտեղ ելույթ ունենալ, որովհետև այդ ներկայացումը, ինչ որ մենք ներկայացնում ենք, դրանք պարզ սրահներում հնարավոր չի կազմակերպել, դրա ամենափայլուն օրինակը նաև այս տարի մարտի 2-ին առաջին անգամ Հայաստանի մշակույթի պատմության մեջ Բերդ Պարային անսամբլը ելույթ ունեցավ Կազինո դե Պարիում, Ֆրանսիայի սրտում, հանրահռչակ Կազինո դե Պարիում, որովհետև այդ թատրոնում մեզ հարկավոր էր 2.5 տարի, որպեսզի 2.5 տարի առաջ մենք վերցնեինք դահլիճը, ամրագրեինք, որովհետև այսօր դու չես կարող այդ դահլիճը ամրագրել, օրինակ 2028 թվականի համար։ Եվ Բերդը եղավ այն առաջին կոլեկտիվը, որը որ իր մշակույթով մուտք գործեց Կազինո դե Պարի եւ ոչ թե մենք ապացուցել ինչ-որ բան ունենք, բայց հայկական մշակույթը այդ դահլիճում լեփլեցուն դահլիճում հոտնկայս ծափերով մեր պարը փայլուն ձևով ներկայացվեց նաև Կազինո դե Պարիում։ Իհարկե մեր դրանից ընդամենը ամիսներ առաջ դեկտեմբերին, նոյեմբերին Բերդը Բողոտանի կողմը Ֆրանսիայում ունեցավ 26 մենահամերգ, դա միայն ֆրանսիացիների համար կազմակերպված համերգներ էին եւ կարծում եմ այս ընդամենը 6-7 ամիսների ընթացքում 26 մենահամերգ Ֆրանսիայում, հետո Կազինո դե Պարի, 2 հրաշալի մենահամերգներ օպերային թատրոնում, իսկ հիմա նաև Լոս Անջելեսում ամսի 9-ին, նաև տեղափոխվում, հետո գնալու եք Չիկագո, ամսի 14-ին Չիկագոյում, ամսի 16-ին Նյու Յորքում, այնտեղ նույնպես հռչակավոր Նյու Յորքում, հռչակավոր դահլիճում եւ Օշիաննա թատրոնում, որը որ համարվում է Նյու Յորքի ամենահեղինակավոր սրահներից մեկը, եւ վերադառնալուց հետո մենք շատ արագ նախապատրաստվենք մի աննախադեպ հանդիսացող մի ելույթի Եվրոպայի սրտում, հիմա չասեմ այդ ամբողջը չբացեք առայժմ, բայց 6000 տեղանոց արենայում Բերդը ելույթ կունենա Եվրոպայի սրտում։ Բրավո, բրավո, ինչ ասեմ։ Այս ամենը լսելով պարոն Գևորգյանն իհարկե մտածում ինչի ստացվեց իմ մոտ պարել կյանքը, որտեղ կարող է ինչ որ լավ պարող լինեի։ Մի քիչ ուզում եմ խոսենք, իհարկե դեռ կանդրադառնանք համերգին այսօր նույնպես Բերդը Պարային անսամբլը։ Իհարկե մշտապես այսպես տաղանդավոր, իհարկե պարողներ, պարուհիներ են միշտ ընդգրկվում այս անսամբլում։ Բայց օրինակ եղել է երբևէ պարոն Գևորգյան, որ օրինակ տաղանդավոր պարողների մի քիչ են եղել պարողներ, քիչություն այսպես արի, այսինքն չեք կարողացել համալրել կամ այնպես պրոֆեսիոնալներ չեն հանդիպել, որ դուք կարողանաք։ Եղել է հենց այդպես, թե այդպես չի լինում ընդհանրապես։ Ստեղծագործական խմբերում մշտապես լինում են խնդիրներ։ Այդ խնդիրները հաղթահարելու համար կամք եւ համբերություն է պետք լինում։ Բոլոր նմանօրինակ պարային համույթներում, պարային անսամբլներում գալիս է մի պահ, երբ փորձում ես վերագնահատել քո անցած ուղին, տեսնում ես, որ իսկապես այդտեղ կան խնդիրներ։ Խնդիրները լինում են բազմատեսակ, բազմաբնույթ, բազմաբովանդակ։ Այդ խնդիրները հանդիսատեսը չի կարող տեսնել։ Դրանք կարող են լինեն այո, պարողների պակասի, մասնագիտական որակների որոշ նվազման, որովհետև չի կարող անընդհատ խումբը չունենալ այդ խնդիրը համալրելու բարձրակարգ ունակություններ, հմտություններ ունեցող արտիստներով, բայց հենց այստեղ է, որ ղեկավարը պետք է ունենա կամք եւ համբերություն, որպեսզի եկող սերունդը նորից կարողանա այնպիսի որակական առումով կարողանա աճացնել եւ որակական ձևով բերել հասցնել մի մակարդակի, որ ընդգրկվի Բերդը շատ դժվար աշխատանք է։ Դա անբացատրելի խոսքերով դժվար է կշռել, բառերով դժվար է արտահայտել, թե դա ինչ տքնաջան եւ
անբացատրելի աշխատանք է կատարվում կուլիսների ետևում։ Ինձ ավելի շատ կհասկանան հենց պարարվեստով զբաղվող մարդիկ, նամանավանդ պրոֆեսիոնալ կոլեկտիվների ղեկավարները, երբ արդեն գալիս է մի պահ, երբ մի աղջիկ կամ երկու աղջիկ կամ երեք աղջիկ, ովքեր արդեն 10 տարի հստակ յուրացրել են անսամբլի ծրագիրը, դրանց ամբողջական նկարագիրը, հոգեկերտվածքը, աշխարհայացքը արդեն ընկալված է, երբ ինքը արդեն զգացվում է, որ ինքը պրոֆեսիոնալ պարույր է, հանկարծ ամուսնանալու հետևանքով, ժամանակավոր ապրելակերպը փոխելու հետևանքով, երեխաներ ունենալու հետևանքով, տարբեր առիթների ձևով ինքը թողնում է արվեստի այս ձևը։ Եվ դու երբ մի աղջիկը դուրս է գալի կամ երեք աղջիկը հիմնական կազմից, դու պետք է կարողանաս այնպես փոխարինես, որպեսզի հանդիսատեսի համար դա անտեսանելի լինի։ Նույնը նաև տղաների պարագային, որ շատ դժվար է այսօր։ Հա, ես դա եմ ուզում հասնել, որովհետև միշտ իգական սերը մի քիչ ավելի հեշտ է հարցը լուծել, քան արական։ Այո, տղաների առումով շատ դժվար է, շատ դժվար, որովհետև երբ փորձում ես նայել, թե լավ, այս տղաներին ինչն է այսքան պահում, որ նրանք նույնպես չեն կարողանում փոխեն իրենց մասնագիտական ուղղությունները, մտածում ես, որ միգուցե սերը հայրենիքի նկատմամբ, միգուցե իրանց նվիրումը մշակույթի նկատմամբ, միգուցե այն ամբողջը, որ իրանք ներդրել են, հետո մտածում ես ինչու գաղտնիք, հենց պարզ ճշմարտությունն է, որը պարողներին պահում է, բայց շատ դժվար է այսօր Հայաստանում նմանօրինակ բարձրակարգ պարողներ պահել, որովհետև շատ ցածր աշխատավարձ են ստանում պետական կոլեկտիվներում, մեր կոլեկտիվը պետական չի, մենք մասնավոր կոլեկտիվ ենք եւ մենք ենք հոգում մեր խնդիրները, մեր ծախսերը, բայց մեր արտիստները արժանապատիվ ձևով կարողանում ենք եւ վարձատրել եւ արժանապատվորեն կարողանում ենք իրենց համար հարթել լավ ճանապարհ։ Իրոք կարողանում եք, որովհետեւ դա դրա վառ ապացույց է, նոր դուք ընդգրկեցիք համերգները եւ ինչու ոչ, փաստորեն մեծ կոլեկտիվ տեղափոխում մեծ կոլեկտիվ համերգներ աշխարհի ամբողջ, այսինքն Միացյալ Նահանգներում, Եվրոպայում դա բավական։ Գիտեք, Բերտ անսամբլում ապարում են պարողներ, ովքեր ունեն իրենց խմբերը։ Իրենց խմբերը ունեն։ Արդեն բարձրակարգ խմբեր ունեցող ղեկավարներ են նաև պարում, որոնք անցել են մեր դպրոցը։ Բերտ անսամբլում պարում են դասախոսներ, ովքեր դասավանդում են մանկավարժական համալսարանում։ Եվ դրանց թիվը 1, 2, 3, 5, 10 չեն։ Այսինքն իրենք ունեն եւ իրենց մասնագիտական դպրոցները եւ դասախոսական աշխատանքը, միևնույն ժամանակ պարում են Բերտ Պարային անսամբլում։ Շատ լավ։ Պարոն Գևորգյան, գիտեք, մի այսպիսի հարց, ես օրինակ հաճախ լսել եմ, ես իհարկե համամիտ չեմ այդ ամենի հետ, բայց լսել եք, հա, որ խոսքը երբ որ գնում է երգչի մասին կամ դերասանի, ասում են դե երգում է ինքը երգ չէ, բայց վատ երգիչ է, կամ դերասանը ասում են վատ դերասան է։ Ես օրինակ երբեք չեմ լսել պարողների մասին, որ մեկ ասա ինքը վատ պարող է։ Ինքը պարում է, հա, պրոֆեսիոնալ, բայց ինքը վատ պարող է։ Իհարկե դե կա մի հայտնի ասացվածք, հա, վատ պարողի վերաբերյալ, մենք դրան չենք անդրադառնում, բայց կա այդ տիպի որպես մասնագիտական, հա, տեսանկյունից, որ պարողը կարող է լինի վատ պարող։ Այդպես լինում է, թե ոչ։ Պարողները բաժանվում են երկու մասի։ Դրանք առաջնային պարողներն են, որոնք որ կոչվում են սոլիստներ։ Չնայած մեր Բերտ անսամբլում այդպիսի հասկացություն սոլիստ չկա, ով որ այդ անսամբլում ասի ես մենակ կատարեմ, ինքը այդ անսամբլում չի լինի, որովհետև այդտեղ բոլորը իրենց խնդիրներն են լուծում եւ բոլորը նույն կետին են նայում։ Կան շարքային պարողներ, որոնք շատ կարեւոր են։ Եվ կան տեխնիկապես զարգացած պարողներ, ովքեր որ ապահովում են տեխնիկական բարդ շարժումների համակարգը։ Հիմա, եթե մենք խոսում ենք սիրողական խմբերի մասին, սիրողական խմբերում լինում են եւ լավ, եւ վատ, եւ միջին ինքը եկել է ուղղակի այդտեղ շարժվելու։ Հեչ կարևոր չի, որ ինքը դառնա պրոֆեսիոնալ պարող։ Կարևորը որ կյանքում շարժվի, չամանչի, այդ կոմպլեքսներից դուրս գա եւ շփվի շարժման հետ բարետ, դա ուրիշ բան է։ Բայց հիմա երբ որ մենք խոսում ենք այս տեսակ խմբերի մասին,
ուրեմն այդ խմբերում չեն լինում վատ պարողներ, լինում են միջին կարգի, շարքային պարողներ եւ մենապարողներ։ Բայց շարքային պարողը այնուամենայնիվ ինքը իր աշխատելությամբ շատ հնարավոր է, որ վաղամիսօր նաև դառնա շարքայինից որպես արդեն առաջատար, ճիշտ է թե ոչ։ Այո, կարող է լինել, բայց կան պարողներ, որոնք որ ունեն որոշակի հմտություն, դրանից ավել Էլ չի լինում։ էլ չի լինի։ Ինքը հասել է իր բարձնակետին, որ դա թույլ չի տալի իր տեխնիկական հնարավորությունները, դա թույլ չի տալի ինչքան էլ ինքը ուզենա աշխատել, նա չի կարող, բայց կան պարողներ, ովքեր ունեն այդ հնարավորությունները, բայց շատ աշխատասեր չեն։ Իրանք կարող են դա անել, բայց մի քիչ բանի ասած ձևով աշխատասեր չեն, թամբալ են, էլի։ Թամբալ, էլի, այդպես ասենք, շատ լավ։ Եվ հիմա մի քիչ խոսենք, իհարկե ես ուզում եմ նաև մի քիչ զրուցենք Հայաստանի ազգային պարարվեստի միության մասին, որտեղ դուք հանդիսանում եք միության նախագահ, ինչ գործունեությամբ է հիմա զբաղված, ինչ է արվում առհասարակ եւ ինչ ընդհանրապես նախագծեր կան կապված։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետեւ այս տարի առիթ է մի անգամ եւս նշելու, որ այս տարի լրացավ միության հիմնադրման 30-ամյակը։ Եվ մենք գալա համերգը ամսի 17-ին, դեկտեմբերի 17-ին կեզրափակենք օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մրցանակաբաշխությամբ։ Ամեն տարի մենք մոտավորապես 5-6 փառատոներ ենք ունենում, մենք ունենք մարզային կառույցներ եւ Սյունիքում եւ Արարատի բոլոր մարզերում մենք ունենք մեր կառույցները, մենք ունենք մեր խորհուրդները, միության գործնեության մասին կարելի է ժամերով խոսել, բայց ես պիտի ասեմ, որ վերջին տարիներին մենք իրականացրել ենք հրաշալի ծրագրեր, հրաշալի մեծարման երեկոներ, հուշ երեկոներ, վարպետության դասեր, օրինակ այս տարի ապրիլ ամսին միության մենք նաև ունենք Ռուսաստանի մասնաճյուղ միության, օրինակ կազմակերպեցին Կրասնոդարու մարզում վարպետության դասեր, օրինակ ես այդ վարպետության դասին մասնակցում էի, ես էի անցկացնում վարպետության դասը, 130 պարուսույցներ էին եկել Ռուսաստանի տարբեր շրջաններից եւ քաղաքներից, որպեսզի այդ 3-4 օրը անցնեն ինձ մոտ վարպետության դասեր։ Օրինակ սա միության մի գործունեության բոլոր անվանի պարուսույցների հոբելյանական տարիներին նվիրված մենք անում ենք հուշամեդալներ, ոսկե հուշամեդալներ։ Օրինակ Աղասի Շաբոյանի, Սուրեն Գյանջումյանի, Վարդգես Ռաշիդյանի, Հովսեփ Շամամյանի, Բորիս Գևորգյանի եւ բազմաթիվ պարարվեստի մարդկանց անուններով անում ենք փառատոնները Վահրամ Արիստակիսյանի, Հայ նորագույն պարի հիմնադիր Սրբույն Լիսիցյանի եւ հրաշալի միջոցառումներ ենք անցկացնում վարպետության դասեր, գիտաժողովներ, մեծարման երեկոներ, հուշ երեկոներ, միության գործնեության շրջանակը դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից եւ կոչ կրում է համահայկական բնույթ։ Դրա առիթով, եթե հաջորդ անգամ ձեզ մոտ հյուր լինեմ, մենք խոսենք թե միության գործնեության շատ լավ։ Եւ պարոն Գևորգյան ջան, հիմա կցանկանայի մի քիչ իհարկե, չնայած արդեն իսկ պատմեցիք, բայց մոտակա նախագծերի մասին խոսենք, փաստորեն ամսի 9-ին այստեղ Լոս Անջելեսում համերգ, այնուհետև Չիկագո, 12-ին Չիկագո, 14-ին Չիկագո, 16-ին Նյու Յորք։ 14-ին Չիկագո, 16-ին Նյու Յորք, հետո Հայաստան, կրկին 17-ին դեկտեմբերի համերգ, մի խոսքով, իսկ արդեն մյուս տարվա նախագծեր։ Գիտեք, մեր նախագծերը պլանավորված է առաջիկա 3 տարվա համար, որովհետև մենք չենք կարող այսօր ձեռնարկել մյուս տարվա համար։ Մյուս տարվա, հասկանալի։ Մենք գիտենք արդեն 2026-ին, 27-ին, 28-ին, օրինակ եթե ուզենակ 2026-ի ծրագրերից ասեմ, օրինակ Բերտ անսամբլը 26 թվականին Իսպանիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում եւ Իտալիայում մեկ ամսվա շրջագայության են մեկնելու հուլիս ամսին, հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը։ Այսինքն մյուս ամռանը, գալիք ամռանը։ Մինչև դա արդեն ասեցի, որ Բուդապեշտում մենք ունենալու ենք հրաշալի 6000 տեղանոց արենայում հրաշալի մենահամերգ
եւ վերադառնալով մեր եվրոպական շրջագայություններից մենք կարծում եմ, որ 2026 թվականի ձմռանը եւ 27 թվականի հունվար ամսին մենք կլինենք Լատինական Ամերիկայում։ Շատ լավ։ Դե իհարկե այդ հրաշալի շրջագայություն մաղթում եմ իհարկե ձեզ նորանոր հաջողություններ, եւս մեկ անգամ ուզում եմ սիրելի մեր հեռուստադիտողներ, ահա խնդրեմ, հրաշալի համերգ նոյեմբերի 9-ին ժամը 5-ին Օրփիում թատրոնում մի հրաշալի պարային համերգ նվիրված պարոն Գևորգյանի 60-ամյակի եւ ստեղծագործական 40-ամյակին եւ high ticket տոմսերը ձեռք եք բերում high ticket-ից հեռախոսահամարն է 818 472 3000 եւ 818 726 4070 ընդհանրապես մնացել են մի քանի օր եւ շատ քիչ տեղեր են մնացել դրա համար փոխամրագրեք անպայման որովհետեւ կարծում եմ այս ամեն ինչ մենք նոր լսեցինք ոչ թե պարտադիր պետք է ներկա լինել այս հրաշալի պարային ներկայացմանը պարային շոու խոսքով սա պարզապես համերգ չէ սա ներկայացում է որ պետք է անպայման դիտել ահա եւ պարոն Գևորգյան դե շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր նախ ժամանակ իհարկե գտակ ընդհանրապես մի քանի օր գիտեմ փորձեր շատ զբաղված եք շնորհակալ եմ անչափ հրավերքս չմերժելու եւ ներկայացնելու մեր հեռուստադիտողներին մեր Լոս Անջելեսի մեր ամերիկյան հանդիսատեսը որպեսզի անպայման տեղյակ լինի, որովհետև նման բաներ իհարկե գովել է, որքան շատ նման լավ մեծ միջոցառումներ լինի, կարծում եմ այդքան ավելի լավ կլինի մեր բոլորիս համար։ Շնորհակալ ենք ձեզ ձեր հրավերի համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ ես պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում լիարժեք կյանքի հեռախոսահամարն է 409 900911 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ հրաշալի լավ ժամանակ անցկացնելու վայր։ Ամրագրում եք տեղերը, օգտվում եք լողավազաններից տաք հանքային ջրով։ Հեռախոսահամարն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրի առողջարանի, այսպես ասեմ, 760 329 6033։ Այսօր այսքանը, առողջ եղեք, մենք անպայման կհանդիպենք արդեն հաջորդ 5 շաբթի ժամը 22:30 միայն AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 6033 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։